Բարի լույս սիրելիներ։ Պետրոս Արաքյալը իր առաջին նամակի մեջ հետևյալն է ասում. խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռքի տակ, որպիսի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեք, որովհետև նա է, որ հոգում է ձեր մասին։ Որքան կարևոր է այդ խոնարհությունը Աստծո առաջ, սիրելիներ։ Այսօր մենք չունենք այդ խոնարհությունը։ Այսօր նայում ես մարդը անգամ Աստծուն չի ճանաչում, Աստվածաշունչը բացել չգիտի, Աստծո մասին գիտելիք չունի, բայց սկսում է քննել Աստծուն։ Ինքն իրենից ենթադրություններ կատարում, թե Աստված այս պահին կամ այն պահին ինչ կկամենար եւ ինչպես կկամենար։ Սա խոնարհություն չէ, սա ամբարտավանություն է։ Աստծո, այսպես ասած, ֆունկցիաները սեփական անձի վրա վերցնելու ցանկություն է կամ նկրտում է։ Խոնարհվենք Տիրոջ ամենակարող աջի առջև, որովհետև Տերը խոնարհներին է սիրում, սիրելիներ։ Աստված տեսնում է յուրաքանչյուր մարդու սիրտ։ Աստված տեսնում է յուրաքանչյուր մարդու ցանկությունները, կյանքի նկատմամբ իր ունեցած դիրքորոշումը։ Եվ այն մարդը, ով խոնարհվում է Տիրոջ առաջ, Տերն ինքն է բարձրացնում այդ մարդուն։ Իսկ խոնարհվող մարդը ասում է, որ Տեր, իմ հոգսը շատ է, ես այլևս չեմ կարող տանել։ Տալիս եմ քեզ, որպեսզի դու տանես իմ փոխարեն։ Աստված սիրում է մեզ, եւ Տիրոջ սերը նաեւ մեր հոգսերը, խնդիրները, մեր ծանրությունները իր վրա վերցնելն է։ Բայց եթե մենք խոնարհվում ենք Տիրոջ առաջ։ Այսօրվա հոգևոր նախաճաշով էլ, սիրելիներ, խոնարհվենք Տիրոջ առաջ։ Խոնարհ լինենք կյանքում։ Գոնե հասկանանք, որ մենք Աստծո առաջ ենք կանգնած, եւ այդ ավելորդ հբարտությունը եւ մեծամտությունը մեզ խանգարում են, որովհետեւ մենք կարողանանք գտնել այն խաղաղությունը, որ միայն Աստված կարող է մեզ տալ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։